Հրապարակ օրաթերթը գրում է. Միքայել Սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի՝ ցուցադրել, որ օրենքը խախտելու, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ոչ մի սահմանափակում, ոչ մի կոմպլեքս այս իշխանությունը չունի եւ հակառակորդների դեմ պատրաստ է պայքարել ցանկացած անթույլատրելի մեթոդներով։ Եվ ինչու պետք է ունենա, եթե միջազգային իրավապաշտպան կառույցներից ու երկրներից ոչ մի արձագանք չկա։ Նախկինում իրենց պատառոտող ՀԿ-ները ոչ մի բառ չեն ասում, իսկ մարդու իրավունքների պաշտպան կոչվածը ոչ թե Միքայել Աջապահյանի խայտառակ դատավճռին է անդրադառնում, այլ դպրոցականների խնդիրներին։ Այս իշխանությունն արդեն կրակի հետ է խաղում։ Ժողովուրդը գրում է. Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ։ Մեքենաների մեջ եւ փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ։ Իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։ Մերձաբանցիները տեղեկացրել են, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի եւ Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են եւ այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։ Հրապարակը գրում է. Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիևը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Լեհական հեռուստաալիքի հետ զրույցում նա ասել է, որ հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։ Անգամ իշխող թիմում են տարակուսած վարչապետի եւ նախարարի իրարամերժ հայտարարություններից։ Մինչ Փաշինյանը խաղաղություն հաստատելու մասին ինքնամոռաց հեքիաթներ է հորինում, Միրզոյանը բացահայտում է նրա ստերը, խոստովանելով Բաքվի պահանջների մասին։ Ժողովրդի տեղեկություններով մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ սեփական օրակարգով։ Թերթի աղբյուրները պնդում են, որ տևական ժամանակ է լուրջ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջադրանքներ երկրի առջև ծառացած խնդիրները հիմնովին լուծելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մամուլը հիմնովին անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, որ ինքը պկուսակցությունը թույլ չէր տվել մասնակցել իր վերջին համագումարին 30,000 դրամ անդամավճարը չվճարելու պատրվակով։ Պարզ է, որ ծիծաղելի բացատրություն է եւ բուն պատճառն այլ է։ Այդ աղմուկից հետո ԱԺ փոխնախագահը ոչ մի կերպ չի մարսում իր նկատմամբ կուսակցության վերաբերմունքը եւ իրեն հասցված վիրավորանքը։ Նրա շրջապատում համոզված են, որ Արշակյանը ԿՊ-ում երկար չի ձգի, դուրս կգա ակտիվ քաղաքականությունից վերադառնալով իր նախկին IT ոլորտ կամ ինչ որ ձևով ռևանշի կգնա։ Ճիշտ են տեղեկությունները, որ մտածում է ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին հարցին Արշակյանը պատասխանել է, որ բան ունենամ ասելու հանրային կասեմ։ Հրապարակը գրում է. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ արշավը հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նոր թափ է հավաքել։ Տեղեկություններ կան, որ իմպիչմենտ չեն անելու, այլ Վարդան Ղուկասյանի հարցը փորձելու են լուծել հերթական ապօրինի քրեական գործը հարուցելու միջոցով։ Անգամ հոդվածն է արդեն ուրվագծվում։ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչ հայտարարություն անելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինները ըստ որոշ տեղեկությունների մի քանի օր է ԶԼՄ-ների հրապարակումներն են տակնու վրա անում, որ գտնեն Ղուկասյանի տարբեր ժամանակ արած հայտարարությունները եւ կարողանան հերթական անհեթեթ մեղադրանք կառուցել։ Թերթի հետ զրույցում Ղուկասյանն ասել է. «Իմ վրա 100 քրեական գործ կա, թող 101/3-ն է լինի, ինձ չի հուզում»։